բոլոր մարդիկ պալյուբոմու հանցագործություններ գործում են։ Գողանալ հարուստների ունեցվածքը, Եթե գողա, պիտի գողան։ տղայական կյանքով ոնց որ ասած ապրես ու շփվես։ Բախի երեխեն չի ուզում ոստիկանին նմանվի։ Իրենք մշակեցին այդ օրենքները, որոնք որ իրենք անվանում են պանյատներ։ Հավատացյալների աշխարհը տեղ էլ աստիճաններ կա։ Օրենքով գողը եւ գողականը տարբեր են։ Չեմ էլ հասկանում դա ով է, ինչ է։ Մեկը մեկին ասում է դու գողական ես գնում։ Մի գողանալը հիմնական պատվիրաններից մեկն է, բայց Պատվիրաններից խախտում են երկուսը։ Ինչու եք ասում, որ աղջկա ասածը ասնավանի չի։ Նախ ներկայացնենք ինքներս մեզ։ Դեսնից սկսենք։ սկսենք։ Իմ անունը Աղասի է, Աղաս Թադևոսյան, մասնակցությամբ ես մշակութային մարդաբան ազգագրագետ եմ, աշխատում եմ հնագիտության և ազգագրության ինստիտուտում որպես առաջատար գիտաշխատող։ Այս թեմայի հետ առնչվում եմ այնքանով, որքանով որ իրականացնել ենք մեծ հետազոտություն կապված ժարգոնի եւ գիրք է գրվել, կոչվում է կրիմինալ խոսվածքի բացատրական բառարան, այսինքն այս բառապաշարի մոտ 200 բառեր ընտրվել են եւ բացատրվում է բանը։ Դե ինչն է նպատակը, եթե հետաքրքիր կլինի հետո կասեմ։ Ես նշեմ, որ այսօրվա մեր թեման գողական ենթամշակույթն է, պիտի խոսենք, արծարծենք, բացենք փակագծերը, հասկանանք առհասարակ ինչ է այդ աշխարհն իրենից ներկայացնում։ Ռաֆայել ջան, Բարև ձեզ, ես Ռաֆայել Գասպարյանն եմ, չունեմ բարձրագույն կրթություն, մարդ եմ, ով ապրում է բացի իր համար, նաև շատ շատերի, փորձում է լինել մարդ, փորձում է լինել լավը բոլորի համար, զբաղվում ենք արտադրանքով, բիզնեսով, այո, կահույք, մեփել, մեր բասկաթոռները ձեզ պիտի մենք պատրաստում ենք սենց բասկաթոռներ, նկատի կունենանք։ հա։ Լավ։ Ես էլ Անի Զաքարյանն եմ, դուք դիտում եք Հայը հաղորդման երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկումը, ինչպես արդեն նշեցի, այսօր խոսելու ենք գողական ենթամշակույթի մասին, այլ կերպ ինչպես է կոչվում այս աշխարհը։ Պաշտոնական տերմինոլոգիայով սա կոչվում է կրիմինալ ենթամշակույթ, իսկ թաղային մեծ խոսույթում կոչվում է գողական, այսինքն առօրյա մեծ խոսույթում, հա։ Իդեպ ասեմ ձեզ, դրա տակ մի քանի շերտեր կա եւ ասենք օրինակ երբ որ ես հիշատակեցի մեր հետազոտության մասին, ժարգոնը վերաբերվում էր, ասենք բուն ենթամշակույթին, այսինքն մարդիկ, ովքեր ներկայացնում են հանցագործ աշխարհը, բայց եւ բանտային միջավայրում է դա ավելի, այսպես ասած, կիրառվում, բայց ինքը ունի տարբեր շերտեր եւ շերտերից մեկը նաեւ այն է, որ դա տեղափոխվել է նաեւ մեծ թաղային կյանք, բակային կյանք, հատկապես տեռահասների երիտասարդների միջավայրում։ Ռաֆայել ջան, Աղասին օգտագործեց մի արտահայտություն, հանցագործ աշխարհ։ Մենք քիչ առաջ զրուցում էինք իրար հետ նկարահանումից առաջ, դուք ասացիք, որ այդ աշխարհում հետևում են Աստվածաշնչի պատվիրաններին։ Այո։ Ինչու է այդ դեպքում կոչվում հանցագործ աշխարհ։ Սկսեմ նրանից, որ թե կոչված այդ աշխարհի, թե ոչ այդ աշխարհի բոլոր մարդիկ պալյուբոմու հանցագործություններ գործում են, թաքուն թե անթաքուն, անմեղ չենք ոչ մեկս, դա կոչվում է գողական աշխարհ, որտեղ ընդ պատվիրան է պահվում ու ընդ շեղվում են այդ պատվիրանից գողանալով ու շնանալով, ինքը կոչվում է հիմա գողական աշխարհ, բայց ըստիս դա հավատացյալների աշխարհ է, մարդկանց աշխարհ է, որոնք որպես ինչպես ոստիկանները, պետական օրենքը, նույնպես պահում են օրենքները։ Այսինքն
փորձում են թույլ չտալ մարդկանց հանցագործություններ կատարել, մեղքեր գործել, չգիտեմ, ծեծել, սպանել, մատնել։ Գողական աշխարհ է կոչվում, որովհետև գողանալը նորմալ է այստեղ։ Աշխարհում գողանալը, հա, նորմալ է, պիտի գողանանի, դա իրանց ապրոստի միջոցն է, իրանք չեն աշխատում, մի ձև պիտի ապրան, մի բան պիտի ուտեն, մի բան պիտի գողանան։ Հասկացա։ Իսկ ո՞րն է լավ տղան։ Լավ տղան են մարդն է, ով պատվիրան է պահում, ով հավատացյալ է, ով փորձում է մաքսիմալ կերպով քիչ մեղքեր գործել։ Ձեր բառարանում կա լավ տղա արտահայտությունը, ինչպիսի մեկնաբանություն ունի կամ դուք ինչպես կմեկնաբանեք։ Ինքը ընդհանրապես ասեմ ձեզ Հայաստանում խոսվածքը, որ ասենք հայերեն ածված չէ, մոտ 80%-ից ավելը փոխառված է ռուսական խոսվածքից ու մենք օրինակ Աշխարհի խոսվածքից։ հա, այսինքն եթե հետաքրքիր է կարող եմ ասել թե ինքը մոտավորապես երբ է ծագել 1926 թվականին, այսինքն այդ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այդ բաներում Գաղութներում չեն կարողացել, գաղութներում երևի չեն կարողացել կարգ ու կանոն հաստատել։ Չէ, ուրիշ բան ունի, նայեք, ուրեմն Ռուսաստանում ամենահայտնի այդպես բաները խավերում չեն եղել գողեր մինչև հեղափոխություն։ Գող եղել է գողություն անող, բայց որպես, այսպես ասած, ոնց ասենք, դասակարգ կամ խաղ իր անվանում տրված չի եղել։ Եվ դա ծագել է այդպես հատուկ բանտային միջավայր ինքը ստատուս է ստացել 1926 թվականից հետո։ Ոնց է դա եղել, հա։ Դա եղել է քրեական օրենսգրքում ՌՍՖՍՀ 28-րդ հոդվածում 26 եւ 28-րդ հոդվածների փոփոխությամբ, ինչ է սա նշանակում ամենաթույլ պատժաչափն է հատկացվել հենց գողություն անողներին։ Իսկ գողություն անողների բաները ենթադասերը շատ տարբեր են եղել Ռուսաստանում, ասենք այդ կարմանշիկներն են եղել են հատուկ գողերի տեսակ, որ միայն կայարաններում են գողություն արել, այսինքն դրանք ամեն մեկը իր անունն է ունեցել, բայց ինչի են թույլատրել սովետական, այդպես ասած, Ռուսաստանում կամ Միությունում, այդ վաղ բանը, արդեն Միությունը գոյությունն է ըստ էության, որովհետև գողերը, ովքեր որ գողություն էին անում, դասակարգային առումով մոտեցել են բոլշևիկներին, ինչի համար, թե բոլշևիկյան կուսակցությունը, եթե ծանոթ եք պատմության այդ շրջանին, ինքը ունեզրկում էր հարուստներին։ Եվ այդ ժամանակ թույլատրվեց գողանալ հարուստների ունեցվածքը, համարելով, որ իրենք ոնց որ ասած սովետական միությանը ոնց որ ընդհանուր գաղափարախոսության կոնտեքստում է Ռոբին Գուդի հետքերով գնալ։ Շատ ճիշտ եք ասում, Ռոբին Գուդի, իսկ ռուսական պատմության մեջ գոյություն ունի Ստենկա Ռազին, Ստեփան Ռազին, որը որ Ռուսաստանում, ցարական Ռուսաստանի շրջանում ապստամբություն է բարձրացրել եւ որը էլի այսպես ասած այդ գաղափարախոսությունն է բանը, որ պետքա գողանալ հարուստներից եւ բաժանել աղքատներին։ Իհարկե սա արտաքին, այսպես ասած, բանն է, իրականում մարդիկ գողանում են իրանց եւ իրանց միջավայրերի համար։ Գողության հոդվածով դատապարտվածներին ավելի թեթև էին մոտեն։ Հետո իրենց արդեն նոր սկսեցին դիտարկել որպես այսպես ասած դասակարգային առումով ինչ որտեղ իրենց դաշնակիցներ, իրենք մշակեցին այդ օրենքները, այսպես ասած, իրենց ներքին կյանքի օրենքները, որոնք որ իրենք անվանում են պանյատներ։ Հա, այդ հիմնականում օրենքը շատ պարզ է, ստիս օրենքը մեկն է, որը տրվել է Աստծուց։ Իրանք զուտ փորձում են ապրել որպես հավատացյալներ։ Ես հետաքրքիր է, մոտ ինչպես հարցը եղել է, ես չեմ կարող օրենքը բոլորին է, սա ու մեկն է։ Քանի առիթ ես կուզեի նաև մի հարց բարձրաբանել, որովհետև ինձ միշտ հետաքրքրել է այդ հարցը, եւ միգուցե Ռաֆիկի միջոցով խնդրեմ բարձրաբանենք այդ, ինչպես է, որ Աստվածաշնչում մի գողանալը հիմնական պատվիրաններից մեկն է, բայց
խախտելու այդ պատվիրանաստեղծան մարդիկ չափազանց նվիրված են հավատքին ու համարում են իրենց ոնց որ հավատքի ներկայացուցիչներ, նաև կրոնական տեսանկյունից, ոնց այդ խոսքից ես հասկացա, հա։ Ուրեմն սենց փորձեմ մեկնաբանել ձեր ասածը, այդ աշխարհի մարդիկ պատվիրաններից խախտում են երկուսը, այսինքն կա 10-ը, իրանք պահում են 8 պատվիրանը, գողանում են ու շնանում են, գողանում են, որ ապրեն, իրանք չեն աշխատում, ինչպես որ հոգևորականները չեն աշխատում, հոգևորականները չեն ուղղակի գողանում, բալիբոմու իրանք պատվիրան պահելուց գուցե առավել են, բան չունեմ ասելու, բայց մարդիկ էլ խախտում են այդ երկուսը, գողանում են, շնանում են, որպեսզի գողանում են ապրեն, դա իրանց ապրուստի միջոցն է, իրանք չեն աշխատում, իրանց չի կարելի աշխատել։ Ինչու չի կարելի աշխատել։ Եթե խոսքը գնում է օրենքով գողերի մասին կամ չգիտեմ այդ աշխարհի մարդկանց մասին, եթե գողա պիտի գողանա, ինքը ոնց աշխատի, եթե ինքը աշխատի, ինքը գող չի, ինքը կարա գողացող լինի, բայց ոչ թե օրենք պահող գող, այսինքն այնտեղ էլ աստիճաններ կա, ինչպես եւ հոգեվորական աշխարհում, այդ ձեր ասած փողոցային ենթամշակույթը կամ հարգանքը բանը նույնպես աստիճաններով է։ Իսկ ինչ ասել է օրենքով գող։ Օրենքով գող, լավ հարց է, ինքը ալյուբոմ կրիմինալնի ավտորիտետ է, ով երբեք չի խաբում, ով բացի իրանից ապրում է նաև շատերի համար։ Ինչ ասել է բացի իրանից ապրում է շատերի։ Օգնում է մարդկանց։ Ինչպես է օգնում։ Շատ հարցերում։ Օրինակ կարող եք բերել։ Կարամ բերեմ օրինակ, հիմա ինչ-որ մարդ է փողոցում կոնֆլիկտ ունի։ Հիմա ինչ անի, գնա մի անգամից ոստիկաններին դիմի, հա։ Չգնա։ Դե ոստիկաններին դիմեց ում հետ որ կոնֆլիկտ ունի, գալու են, տանելու են, դատեն, չգիտեմ, փագեն, այդ մարդու կյանքը կործանեն, ճիշտ է, ասենք մի քանի տարի գաղութում անցկացնի, ամինքը մատնեց, մեղք գործեց, ճիշտ է, այսինքն ինքը պատվիրան պահող չի, ինքը սովորական գաղութում պատվիրան պահողը հաստատ չի հարգելու այն մարդուն, ով գնաց ոստիկանությանը դիմեց, այդ մարդուն տարան կորցրին, օրինակ մի հատ չափալախի համար կամ ինչ-որ մի բան իրանից գողացավ։ Իսկ օրենքով գողը այս կոնֆլիկտային իրավիճակն ինչպես է լուծելու։ Հոգուտ երկուսի։ Մատնողի հոգուտ չի անի, ով որ մատնել է, նրա հոգուտ չի անի։ Ծեծողի եւ ծեծվողի պարագայում։ Ծեծվողի պարագայում պիտի քննարկեն հարցը, ինչի համար է ծեծել, արժան երնացեց ուտեր, թե ծեծ չուտեր։ Լավ։ Դա Իմ հաջորդ հարցը հենց գողը որպես մարդ է, ով արդարացիորեն փորձի լուծում տալ ստեղծված հարցերի շուրջ կամ կոնֆլիկտի շուրջ։ Ստացվում է, այսինքն, երբ օրենքով գողը կամ այդ աշխարհի ներկայացուցիչը լուծում է որևէ կոնֆլիկտ, պետությունը ըստ դեպքում կարծես մի կողմ է, հա։ Արտադիր չի էլի ամեն հարցը պետականացնել կամ պետությանը նեղության տանք, չգիտեմ, ոստիկաններին դիմենք, իրանց համար պարապ մնան էլի ինչ պարտադիր է անընդհատ իրանք զբաղվածություն ունենան։ Հարցերը կարան լուծեն ուրիշները նաև ու ավելի շատ լավ, ավելի շատ հոգուտ, թե տուժողին, թե գուցե չգիտեմ մյուս մարդուն։ Ինչ որ իմաստով դատավորներ են։ Գալի է, ես հարցը Իհարկե։ բանում էլի։ Նախ այս ենթամշակույթը ինքը սկսեց զարգանալ գուլագներում։ Այդ государственное управление Այ մոռացա հիմա ոնց է բացում, այսինքն այդ բանը ազատազրկման վայրերն էին, որտեղ որ բանը տարբեր կարգի է թվում նաև քաղ բանտարկյալները շատ կային, գիտեք, այդ ստալինյան շրջանում շատ մարդիկ էին այդտեղ բան եւ այդտեղ ես քիչ առաջ որ նշեցի որ գողություն անող խավին հատկապես հանցագործ տարբեր խավերի մեջ
տրվեց առավելություն, իրենք նաև կարծեք թե այդ տարածքներում սկսեցին վերցնել մեծ պայքար էր գնում այդ հին սերնդի եւ այս նոր սերնդի միջև եւ իրենք կարողացան շնորհիվ այդ իրենց հասկացությունների շատ հստակ համակարգի կարծեք թե որը որ կարգավորում էին բանտարկյալների միջև հարաբերությունները իրենք բանտային տարածքում որոշում էին այսպես ասած արդարության սկզբունքներ ունեին եւ այլ, հա Հետո երբ որ 50-ականներին Ստալինի մահվանից հետո մեծ ամնիստիա հայտարարվեց, մոտ 1 միլիոնից ավել բանտարկյալներ դուրս թողնվեցին։ Եվ այդ թվում նաև ազգությամբ շատ հայ բանտարկյալներ, իրանք եկան իրանց բնակության վայրերը, հա։ Երբ որ իրանք եկան իրանց բնակության վայրերը, սովետական միությունում օրենքներում որոշ փոփոխություններից հետո այնպես ստացվեց, որ բաները բանտային, այսպես ասած, կանոնները տարածել թաղային կանոնների վրա բարենպաստ միջավայր ստեղծվեց 1950-ականներին այդ փոփոխություններին զուգահեռ նաև բանը հասարակական հատկապես աշխատավորական թաղամասերում, ովքեր որ անպաշտպան էին սովետական արդեն իսկ բավականաչափ կոռումպացված դատաիրավական համակարգի առաջ, եթե պարզ լինի, օրինակի համար ասենք, եթե մարդը հեղինակավոր գրող է, ասենք, հա, օրինակ Շիրազն է կամ չգիտեմ, մեկ ուրիշը, իր հետ ինչ որ խնդրեմ եթե առաջանում էր, ինքը կվերցներ հեռախոսը, կզանգեր միլպետին եւ շատ արագ իր հարցերը կլուծեին, բայց եթե սովորական բանվոր մարդը իրանց մի բան գողանում էին կամ ինչ որ խնդիր էր առաջանում, ինքը դիմում էր ոստիկանություն եւ այն ժամանակ շատերն էին ասում, որ եթե ոստիկանություն դիմես, կարող է այն մյուս կողմում վրա ինքը դիմել է, տանել կաշառել, գործը շուրտային իր վրա եւ մարդիկ վախենում են ընդհանրապես ոստիկանության ու դատայրավական համակարգի գործ ունենալ։ Արի պատշաճի չի պահվել, նորմալ, հատկապես աշխատավորների, այսպես ասած, բանվոր դասակարգի համար, ովքեր որ ապրում են հենց այդ բանվորական թաղամասերում եւ եթե դուք նայեք, ապա այս երևույթը շատ այսպես տարածվեց հատկապես աշխատավորական այդ բանվորական թաղամասերում երրորդ մաս հիշում եք, չէ, ասենք այդ Ֆորտ Չարբախ, Բանգլադեշ, մասիվներ, որտեղ որ այդ մարզերից բերվում էին, գյուղերից բերվում էին գյուղացիական այդ որպես բանվոր, հետո իրենք մտնում էին գործարան, մի խոսքով, այդ մարդիկ անպաշտպան էին, որպեսզի իրենք այդ անպաշտպան վիճակից դուրս գային, ու շատ ավելի կարճ այդ հարցերը լուծվում էր, հենց թաղային, այսպես ասած, հեղինակությունների միջոցով եւ ամեն թաղ, ոնց որ ասած, եթե չուներ այդ թաղում չկար այդ իրանց ամենավերևի հեղինակությունը, այդ գող կոչվածը, հա, կոչումը ունեցողը, ապա կային ինչ-որ հեղինակություններ, որոնք որ տիրապետում էին այդ աշխարհի, այսպես ասած, հասկացությունների եւ կարողանում էին դրանց միջոցով որոշել այդ կոնֆլիկտի կողմերից ով է ճիշտ, ով սխալ եւ շատ արագ այդ հարցերը լուծում են եւ մարդիկ ոնց որ ասած ավելի գերադասում են այդ ճանապարհով հարցերը։ Ձեր ասացից միջոցով 70 տարի է անցել, բայց մեծ հաշվով ըստիս շատ բան չի էլ փոխվել։ Ես այդ հարցը պիտի տայի հիմա էլ այդպես թե ձեր ասած ոստիկանության զանգելը, ասենք նախ պիտի կտևի ամիսներ, նախ պիտի գործ հարուցվի, նախ պիտի, չգիտեմ, մեղադրանք հարուցվի, որը դուժողին հաստատ ձեռ չի տա։ Նրան ավելի ձեռնտու հեշտ կլինի դիմել ձեր ասած մարդկանց ու իր հարցին ավելի արագ ու գրագետ լուծում կստանա։ Նայեք, այն ոլորտները, որտեղ որ արդարադատության համակարգը սկսում է աշխատել, այդ հարցերի հետ կապված, ասենք, մարդիկ շատ ավելի քիչ են դիմում այդ տիպի, ասենք, ոչ պետական մարմիններին, քան պետական, բայց այնտեղ որտեղ որ պետական մարմինները աշխատում են, իրենք դիմում են ավելի շատ պետական մարմիններին։ Այսինքն խնդիրը այստեղ արդարադատության համակարգը էֆեկտիվությունը բարձրացնելն է եւ ինքը մատչելի դարձնելը հասարակության բոլոր խավերին, որովհետեւ ասենք մարդիկ, եթե իրենք ունենում են խնդիրներ, ապա այդ խնդիրները շատ ավելի այսպես արագ ու արդար ձևով լուծվի հենց պետական մարմիններին դիմելու միջոցով։ Այս երևույթը ավելի շատ քաղաքներում է գործում, հատկապես Երևան, Գյումրի, Վանաձոր եւ մի քիչ
չէ Իջևանում վերջի տարիներին, Էջմիածնում։ Էջմիածնում, հա, փոքր եւ բան քաղաքներ են, բայց այն տարածքները, որոնք որ ավելի այսպես ավանդական են դեռևս մնացել, ավելի շատ այնտեղ գործում է ավանդույթը։ Գյուղական բնակավայրերի Եվ հեղինակություն կոչված արդեն ոչ թե կրիմինալ հեղինակություն, նայել այդ թաղամասում, այսպես ասած, խարիզմատիկ տղամարդը, որ կարող է Ով կկարանա այդ հարցին լուծում տա։ կարող է, հա, էլ ինքան հարգում են իրան, իր խոսքը լսում են, ասենք օրինակ թաղում ամուսինները վիճում են, դիմում են իրան, որ ինքը միջամտի այտենց դեպքեր էլ կան, ասենք Ասում չեմ կարծում, որ իրանք խառնվեն ամուսնական չէ, խոսքը հարցերը, բան կրիմինալ աշխարհի հեղինակություններին չի, թաղային։ Հարևանների մեջ է, չէ, ես դրա համար ասում եի, որ իրանք գործում են քաղաքներում ավելի շատ ազդեցիկ են, բայց ավելի ավանդական միջավայրերում ըստ էության իրենց ազդեցությունը շատ թույլ է կամ չկա։ Այսինքն, եթե կարճ ձևակերպենք, արդարությունը վերականգնելու կարճ ճանապարհն է դիմել ենթամշակութային, այս գողական ենթամշակույթի ներկայացուցիչի, հա։ Կարա նաև այտենց դիտվի։ Շատ լավ։ Ձեզ ինչն է ներգրավել այդ աշխարհում, ինչպես եք դարձել այդ աշխարհի, միգուցե ոչ վառ, բայց ներկայացուցիչ, կարող ենք այդպես ասել։ Ես չգիտեմ, ես կարամ ասեմ, ես այդ աշխարհի ներկայացուցիչ եմ, թե չէ, դա կարևոր չի, դա հարցի մյուս կողմն է։ Ահա։ Բայց իմ շրջապատի մեջ շատ կան այդ աշխարհի մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ մանկուց, որոնց հետ շփվում եմ այսօր։ Այսինքն փոքր տարիքից է սկսվել այդ ամեն ինչը սկսում է մանկուց, երբ որ դու դեռ շատ բան չես հասկանում։ Շատ լավ։ Այդ որ տարիքից օրինակ 5-6 տարեկանից Բաքվում խաղալիս։ Ահա, 14-15։ Ասենք անչափահաս տարիքից կարա սկսվի, փողոցային կյանք կոչվածը ինչ որտեղ։ Բայց ամեն դեպքում 14-15 տարեկանում մարդը արդեն բավականին գիտակից է եւ կարող է, չէ, ընտրություն կատարել։ Չեմ կարծում։ Ոչ։ Ըստ 14 տարեկանը կարա ընտրություն կատարի, թե 40 տարեկանում ով է լինելու ինքը։ Դա այլ հարց է։ Դե ոնց։ Բայց 14-15 տարեկանում մարդը մասամբ կարողանում է, չէ, հասկանալ ինքը ուզում է այսինչ բանը, թե ոչ։ 14-15 տարեկան մարդը զուտ ուզում է դրսում լինի, զուտ շրջապատի մեջ է լինում, որից սկսում են հետևանքները։ Սկսում է, չգիտեմ, ծխել, խմել, գողանալ, արդեն մտնել այդ ենթամշակույթի մեջ, մարդկանց հետ ծանոթանալ, այդ օրենքներով ապրել, լինել լավը, լինել մարդ։ Դուք ասացիք, որ այդ ենթամշակույթի ներկայացուցիչները հետևում են պատվիրաններին։ Այդ դեպքում ինչու հենց իրենք 14-15 տարեկան երեխային, որ արդեն սկսում է փողոցում ծխել, խմել եւ մտնել այսպես կոչված վատ շրջապատ, հա, մեր առօրյայում այդպես է ընդունված ասել։ Ինչու իրենք չեն ասում, չէ, մի արա։ Բայց մի րոպե իրենք նախ չեն համարում, որ դա վատ շրջապատ է։ Բայց ծխել խմելը Դե ծխել խմել զուտ այդ տարիքային փողոցում եղած ժամանակներից մարդիկ ինստինկտիվյան ոնց որ այդ սովորույթները ձեռք են բերում։ Չէ որ ասես դա վատ շրջապատա վատ մարդիկ են, չէ, բոլորն էլ լավն են, բոլորն էլ մարդ են։ Գաղափարախոսությունը ընդհանուր մեկն է, Աստված։ Կոնկրետ ձեզ ինչն է ներգրավել։ Ինչն է գրավել, ինչ է տարել այդ դաշտ, ինչպես եք ես ընտրել։ Ապրել եմ մի թաղամասում, որտեղ կարելի ասել 80%-ը, եթե ոչ ամբողջովին, գոնե մասամբ ներգրաված է փողոցային ենթամշակույթի մեջ։ Այսինքն միջավայրը։ Միջավայրն է միանշանակ, երբ որ դու ելնում ես դուրս, լսում ես այդ ամեն ինչը, տեսնում ես այդ ամեն ինչը, բոլորը ապրում են այդ օրենքով։ Օրենքով գողի սահմանումը մենք հստակ չունենք, բայց օրենքով գողը եւ գողականը տարբեր են։ Ընդհանուր պատկերացումը մեկն է, ընդհանուր գաղափարը մեկն է գողականի եւ դեր ասած օրենքով գողի մեջ, զուտ օրենքով գողին ընտրում են գողականները, մարդիկ։ Այսինքն նրա մարդ տեսակի համար, նրա լավ տեսակի համար, բայց ընդհանուր գաղափարը մեկն է։ Գողականներ են։
մի բարի մեկնաբանություն հարցնեմ ձեզնից, հետո նորից անդրադառնանք։ Քյարթու ինչ է նշանակում։ Մեկնաբանություններում կարծեմ կար բառը։ Ավելի ինքնուրույն շրջանում իր հետ եկած արտահայտությունը, ասենք օրինակ դա հետխորհրդային, այսինքն անկախության ժամանակ ինձ հանդիպում, որտեղ մինչև այդ քյարթու, ասենք օրինակ երբ որ մենք իմ երիտասարդ, ասենք երբ ես Ռաֆայել տարիքում էի, չկար այդ արտահայտությունը, հետո է այդ եկել, եւ դա ավելի շատ կապված է մի քիչ ռաբիզ, չգիտեմ հասկանում եք ինչ է ռաբիզ, ոչ թե ռաբիզ լսող, այլ ռաբիզ ոճի ապրող մարդ, այսինքն մարդ, ով որ մի քիչ զարգացած է։ Հակա չի ընդունում ուրիշներին, տարբեր այլ ոճերին, ինքը ագրեսիվ է այդ ոճերի հանդեպ, ասենք քյարթուն մոտավորապես այդ ձևել, դե ասենք քյարթու բառը հայերեն ինչ է նշանակում, որ ասում են քյարթու բառը։ Ես ռաբիզն եմ հասկացել քյարթու ասելով կամ Ջան, ռաբիզն եմ հասկացել։ ռաբիզը ոնց որ ավելի նոր տերմին է, որով ռաբիզ չեն ասում, քյարթու են ասում, բայց հիմա կարծեմ քյարթուն էլ այդքան չի կիրառվում, արդեն ինքը որովհետև այդ մարդիկ ովքեր քյարթու են, իրանք չեն ուզում քյարթու Երևան, իրանք ուրիշներն են քյարթու ասում, այսինքն էս մի հատ անդադ փոխվում է այդ բառը պաշարնել։ Ինչու եմ ես հարցը տալիս։ Իհարկե որևէ մեկին վիրավորել նեղացնել չեմ ուզում, բայց շատ հաճախ գողականներին հենց քյարթու են անվանում։ Ինչու։ Չէ, չեմ կարծում գողականներին քյարթու անել։ Գողականը քյարթու չի։ Գողականները հիմնականում շատ կրթված, կարդացած մարդիկ են, զարգացած։ Ովքեր կարողանում են ամեն իրավիճակին ճիշտ լուծում գտնել, ճիշտ տարբերակ առաջարկել մարդկանց։ Իսկ քյարթուն չի կարողանա ըստիս Արդար հարց լուծել օրինակ։ արդար հարցը չգիտեմ, զուտ քյարթու բառն ինձ կոնկրետ չեմ էլ հասկանում դա ով է, ինչ է, ինչ քյարթուն մալալետ կեքի մեջ կարող տենաս ուզում ինչ որ մի քիչ լպիր շերևաս քյարթու խոսքի լակոտը կամ սենց ինչ որ մի բան։ Բայց որպես տենց կոչում քյարթուն հաստատ գողականին պատիվ չի բերի, որ իրան կոչեն որպես քյարթու։ Հիմա 21-րդ դարում գողական ենթամշակույթը, մասնավորապես Հայաստանում, ինչ դեր ունի, ինչ կարգավիճակում է եւ ինչ ընթացքի մեջ է։ Իտոգում ոչ մի բան էլ չի փոխվել։ Ոնց եղել է ժամանակին, հիմա նույն ձև էլի մարդիկ ապրում են, էլի նույն օրենքները պահում են, նույն ապրելակերպը պահում են։ Ընդհանուր գաղափարը նույնն է, թե հիմա, թե 50 տարի առաջ։ Զուտ ժամանակներն է փոխվել, ինֆորմացիան է հեշտացել, ինտերնետը հասու դարել, քիչ աշխարհը ուրիշ է դարել։ Բայց այդ իրանք ավելի անտեսանելի են, բայց իրանք կան։ Իրանք ապրում են, իրանք գործում են, կարելի ասել մեծ մասով շատ բան չի փոխվել։ Ինչով պայմանավորված են անտեսանելի ավելի։ Դե իրենց ձեռնտու չի Երևան։ Ինչու։ Դե որտով իրանք ստորենքի մեղսունակներ են, իրանք կարան գողանան, չգիտեմ, ինչներն է պետք Երևան, որ Այս հարցին դուք ինչպես կպատասխանեք 21-րդ դարում ինչ կարգավիճակում է այս ենթամշակույթը եւ հատկապես Հայաստանում։ Հա, ասենք օրինակ երեխեք իրար մեջ խոսում են, մեկը մեկին ասում է դու գողական ես կնում։ Հա, դա չեղավ, ինչ է այդ նշանակում օրինակ, հա։ Օրինակ ինչ է նշանակում գողական գնալ։ գնալը չգիտեմ, զուտ գողական ապրելակերպ է։ Չէ, այդ ապրելակերպի մասին չի խոսք, այսինքն ձեր ասածը այդ աշխարհի մարդիկ են դրանով ապրում։ Հա, ասենք օրինակ թաղի ապրող սովորական երեխեքն ուզում են փորձեն իրանց նմանվել։ Իրանք բաներ են անում, տարբեր տեսակի ընդօրինակումներ են անում։ Հա, նույնը օրինակ հիմա չգիտեմ, ասենք օրինակ ջահելությունը ինչ որ վեճ է ունենում, չէ, ասենք սկսում է օգտագործել տարբեր տեսակի այդ բառապաշարից ինչ որ հասկացություններ, ինչ որ բաներ են անում, փորձում են այդ բաներով կարգավորել իրենց հարաբերությունները, բայց այդ չի նշանակում, որ իրանք այդ աշխարհի ներկայացուցիչներ են, իրանք ուղղակի թաղում ապրող մարդիկ են սովորական, ովքեր որ ում հարաբերությունների կարգավորման մեջ
այդ նշածը 50-ական թվականից աստիճանաբար այսպես ներծծվել է այդ հասկացությունները։ Թաղի տղաները կարան այդքան խիստ չպահպանեն, նույնիսկ այն հայհոյանքները, որոնք որ ասենք օրինակ կարող է հնչեցվի կրիմինալ նեղ միջավայրում ու դրա համար դիմացինին հասնում է շատ խիստ պատիժանթուփ մինչև կյանքից զրկել կամ դանակահարություն, սպանել չի կարելի ոչ մի բան։ Դանակահարություն ես շատ մանրամասն չգիտեմ, կարող դուք ավելի լավ գիտեք այդ բանը, կարող է այստեղ սխալ եմ, բայց շատ խիստ պատիժ է հասնում, էլի, եթե խիստ կանոն բանը հայհոյանքը, հա, ասենք արգելված հայհոյանքը, բայց թաղային միջավայրում, ասենք ընկերներ նույնիսկ այդ հայհոյանքը կարող են մեկը մյուսին ընկերավարի հումորով տալ ու ոչինչ դրանից կամ մեկը մյուսին անվանարկել, բայց այդ վիճելով, հայհոյելով այդ մշակույթի մասը չեն դառնում մարդիկ, սուտ իրանք մարդ են, ովքեր լսել են, փորձում են նմանվել, հետաքրքիրը գիտես ոնց որն, համի ոստիկաններն են, օրենք, ռոզի լավն է, չէ՞, բախի երեխան չի ուզում ոստիկանին նմանվի։ Այլ ուզում չգիտեմ։ Դե եկեք հենց այդ հարցը քննարկենք։ Դեռահաս տարիքում ինչ են տղաները ձգտում ավելի շատ այդ աշխարհը։ Ասենք էլի, իրականում ասեմ ձեզ, այսօր բանը ահագին փոխվել է։ Օրինակ 90-ական թվականներին դեռահասների մեջ շատ ավելի էին այտենց երեխեք ովքեր որ փորձում էին ընդօրինակել եւ հարել այդ աշխարհին, քան այսօր։ Գիտեք ինչ։ Ինչու՞վ է պայմանավորված։ Հիմնական պատճառը ֆինանսականն է։ Այսինքն հիմա ապահովված են եւ այլևս կարիք Ասեմ չկա։ ձեզ, երկու բառով փորձեմ ասել, էլի, եթե 90-ականներին, 2000-ականներին, որպեսզի մարդը, սովորական թաղում ապրող մարդը կարողանար ոնց որ ասում են իր օրվա հացը վաստակել, այդ ոնց է դա, ասենք թաղում մի հատ սեղանիկ է դնում, վաճառել կամ ինչ որ բուտկա, բան, դու պետք է այդ թաղամասի տղաների հետ տղայական կյանքով ոնց որ ասած ապրես ու շփվես։ Հա, որքեզ չխանգարեն, եթե դու լավ չես, դրանք ես խանգարեն։ Ոնց որ մեր թաղային կյանքը այդ ձև է դրված, չէ, որ ասենք սովորական sense ոչ մի հարաբերություն չունեցող մարդը այդ աշխարհի շատ ավելի դժվար է կարողանում ինքը Պալիբոմը ինքն է պիտի ինտեգրվի այդ ասած թաղամասում, իր սեղանը դնի, որ ինքը վաճառի։ Այսինքն էլի իրավունքի հարց է, որը որ ոչ թե պետությունն է տալիս, այլ այդ թաղում ոնց որ ասած իշխանություն ունեցող այդ շրջանակները, չէ, հեղինակությունների շրջանակը։ Հիմա մեր օրերում, երբ որ ես նայում հատկապես այս համակարգչային գիտելիքի եւ հմտությունների տարածվել է եւ երեխեքը սկսել են դրա միջոցով ջահելները, հա, ասենք փող են աշխատում, շատ դեպքերում արդեն ես կարող եմ ասել մեր դիտարկումների հետազոտական դիտարկումների հիման վրա կարող է եւ սխալվում եմ, որովհետեւ ասենք կարող է Ռաֆայելը լրիվ ուրիշ բաներ ունի։ Փորձենք, դուք ձեր տեսակետը հայտնեք, հետո Ռաֆայելը դուք անդրադարձեք։ Դիտարկումների դեռահասների մեջ այդ ձեր նշած 14-15-ի, ես ավելին ասեմ, 14-15-ը արդեն բավական երկար շրջան եք դուք ասում, 10 տարեկանից, 8-9 տարեկանից նկատվում է այդ անցումը դեպի, եթե երեխեք կան, որ անցնում են, բայց իրենք ավելի շատ այլևս այդ հարաբերություններից, այդ տիպի հեղինակություններից բան հեռանում են, ինչի համար, որովհետև կարիք չկա ուղղակի այդ Այսպես կոչված ինքնահաստատվելու ստատուս ձեռք բերելու ինքնահաստատվելու այդ հասկանում դա ինչ աշխարհ է։ Մի բան էլ ձեզ ասեմ, կներեք, որ ընդհատում եմ, ասենք օրինակ ես մի ծանոթ ունեմ։ Ինքը ասենց բան է, մի քիչ լավ տղա է, ասենց ասեմ, հա։ Հիմա ինքը իր մեծ ու փոքր տղաների մեջ տարբերությունը կարծեմ 7 տարի է, 6-7 տարի է։ Ուրեմն ինքը իր մեծ տղային դաստիարակել անենց, որ այդ մեծ տղան ավելի շատ թաղի տղա է, հա, այտենց լավ տղայական բաներով, հա, այդ օրենքներով, այսինքն, ահա։ Որովհետև այն ժամանակներում, երբ որ ինքը փոքր մեծին էր դաստիարակում, հələ դեռ ոնց որ ասած այդ հատկությունները պետք է դուք կրեիդ, որ կարողանայիդ, ասենք, մի քիչ միջավայրում դու ինչ որ հաստատվեիդ, կարողանայիդ մի գործ դնեիդ, գործ անեիդ, հարաբերվեիդ բանի հետ։ Այս փոքրին հակառակը ինքը լրիվ ուրիշ ձև է դաստիարակում, արգելում է նույնիսկ, ուղարկում է թումո, ուղարկում է բաների լեզուների, այսինքն մի բան, որը որ օրինակ ժամանակների փոփոխման հետ նաև կրթության հանդեպ վերաբերմունքը այդ աշխարհի ու այդ աշխարհին հարող երեխեքի միջև դեռահասների հատկապես տարբերում է, օրինակ ասենք մի 10-15 տարի առաջ ջութակով
տղային, ասենք թաղում շենքի Ես այդ օրինակը պիտի բերեի։ ձեռ էին առնում, կարող է մի հատ էլ բան հետևից գցեին, հա։ Թակը կարող էին կոտրել դուք։ Համի լավ չնվագի էլի կարող Չէ, ձեռը։ լացեցելու մասին չի խոսքը, լավ չնվագելու մասին չի, այլ այդ ֆուտլյարը ձեռը ընդհանրապես այդ տարածքում երևալու մասին է խոսքը, հա։ Իսկ հիմա օրինակ այդ բանը արդեն կարելի ասել շատ նվազել է, համարյա չկա, բայց եթե կա էլ շատ նվազել է, ինչի համար, որովհետև մարդիկ ով որ պետք է այդ ձեռը առնել կամ նեղել նրան, ինքը արդեն իսկ սովորում է։ Ինքը բան անում։ Այդ մասին ժամանակները Գիտունիկա ինչ։ Հիմա դու սերունդին նոր եկող սերունդին մի համեմատի 20 տարի առաջվա։ Դե ոչ չհամատենք մենք չենք կարող սովա փոփոխության Այդ փոփոխությունը հենց այդ ինֆորմացիայի շատ հասանելի լինելուց է։ Այսօր 10 տարեկան երեխան ավելի շատ կարա ինֆորմացիա թերթի, քան օրինակ ես։ Իսկ այսօր դեռահաս տարիքում գտնվող տղաները նույնքան ձգտում ունեն դեպի այդ աշխարհ, թե այլևս Ալուբոմ մնացել է։ Իդե ոնց է, հնուց է եկել, հինը պահվել է, հինը պահվում է։ Էլի ալուբոմը մեծացողը թե ինքը տես փողոցում շատ է լինում կամ իրան հետաքրքրում է, կամ այնտեղ քիթը խոթում է, տես ուզում է, ալուբոմը հսկվում է այդ ամենը։ Բայց ինչ է տալիս այդ տարիքում այդ երեխային ենթամշակույթի հետ։ Ինչա տալիս։ Դոգում ամեն մեկին չի որ մի բան տալիս է։ Մարդկա գնում կործանվում է, մարդկա նվաստանում է, մարդկա, չգիտեմ, զուտ հեռանում է, ամեն մեկին չի տրված նախ այդ։ Դրանպես տղա երեխեքը խեն ձգտում այդտեղ, էլի գիտեք, մի քիչ բան կա։ Շրջապատի մեջ լինելու խնդիր կա, ասենք։ Ամեն ինչ շրջապատից է գալիս, թե դու որտեղ ես ծնվել, քեզ շրջապատողներդ ովքեր են։ Չգիտեմ, կարող է ես կամ դու ծնված լինեինք ջութակահարների ընտանիքում, այսօր ջութակահար Այո, այդ դեր է խաղում։ Բայց եթե ես ասում շրջապատ նկատում եմ հիմնականում ես, երեխան տղա երեխեքը, չէ, երեխեքը ընդհանրապես որ մեծանում են, չէ, ասենք 6-7 տարեկանից պետք է ուզում են տնից դուրս գան։ Հա։ Չէ, իշտեն բակ խաղան, այսքան մենք կողմ այդ խաղալու ընթացքում արդեն իրանք մտնում են բակային, թաղային իրանց միջով այդ։ Այսօր գնալով այդ միջանում է իհարկե, նաև որովհետև երեխեքի զբաղմունքները ուրիշ տիպի են։ Այո, եթե առաջ օրինակ երեխան զբաղվում էր իջնում էր ֆուտբոլ խաղալ, գործագործ խաղալ, չգիտես, 7 քար խաղալ եւ այլ, մենք sense թե այնց մեծ ամբողջ թաղի երեխեքի հետ շփվում էր։ Օրինակ մենք փոքր վաղ ֆուտբոլի թիմ ունեինք, մեր այս փողոցի թիմը իջնում էր ներքև փողոցի թիմի հետ էր խաղում, այդ մյուս թիմը, ու մենք սաղ փաղի տարածքով իրար ճանաչում շատ էր, շփումը շատ էր։ Այսօրվա երեխան այդքան չի շփվում։ Մենք ինչ ունեինք, մնայինք տունը ինչ անեինք, քնից զարթում էինք, գնում էինք փողոցները։ Ոչ մի զբաղմունք չունեինք, ոչ հեռախոս ունեինք, ոչ կոմպյուտեր ունեինք։ Ուզած փողոցներում էինք անցկացնում մեր մեծ մասը, արդեն ինտեգրվում ես Փողոցում էլ այդ կանոններն են գործում, ասենք կանոնները լավ են, բարուն են, կանոնները միշտ դեպի լավն են տանում։ Իսկ այն մարդն ով խախտում է այդ կանոնները, զուտ պատժվում է, որ մյուս անգամ էլի չխախտի, կամ վատ օրինակա ծառայում էլի պատժվում է։ Իսկ գողական աշխարհի ձեր նշած տարբերակով երբ արդեն եկավ ու ներծծվեց մեր հասարակությանը, հանրությանը, դա խանգարել է մեզ հայկական հասարակության Չեմ կարծում, մենակ օգուտատով է ես կարող։ Ինչով է օգնել, Ռաֆայել ջան։ Իսկ ինչով է խանգարել։ Իսկ ինչով է օգնել։ Իմ ասած օրինակներով, եթե դու օգնության կարիք ունես, քեզի օգնելու են։ Պալուբոմը հա պարզ է, բոլորն էլ շահ ունեն, բոլորն էլ իրանց հետաքրքրություն ունեն, իրանք էլ իրանց ընդհանուրն ունեն։ Բայց դուք քիչ առաջ նաև նշեցիք, որ շատ դեռահաս տղաներ այդ աշխարհ մտնելով նույնիսկ կործանվում են։ Կարան լուբոյ աշխարհ մտնես կարաս կործան, ինքը հեշտ կյանք չի դոգում։ Մենք չի կողքից նայում են զուտ մարդա, այտենց ստատուս ունի, չէ։ Ապրելա կերպա մարդկանց համար։ Այսինքն ինչ որ իմաստով ջանք պետք է թափես, որ կարողանաս նաև այդ աշխարհում կայանալ, այնպես ինչպես յուրաքանչյուր Մարդ լինես, իհարկե մարդ պիտի լինես, իսկ ով տա մարդա իրան ասվում է այդ մասին, ու արդեն դրանից հետո տա մարդը, ասենք, խոսքի իրավունք չի ունենում։ Այք ես մի քիչ տարվում եմ կարծիքել այս հարցի շուրջ,
եթե խոսքը վերաբերում է նեղ այդ աշխարհին, հա, այդ առանձին մի խնդիր է, բայց եթե խոսքը վերաբերում է լայն հասարակության կյանքի տեսանկյունից, հա, ասենք օրինակ դա իհարկե խանգարում է մեր հասարակությանը, ինչի համար, որովհետև շատ պարզ է, նայեք, այդ օրենքները կրիմինալ աշխարհի օրենքներ են։ Երբ որ կրիմինալ աշխարհի օրենքները մտնում են հասարակական կյանք, հասարակությունը չի կարող ինքը լայն առումով ամբողջ հասարակությունը այդ օրենքներով ապրել, որովհետև այդտեղ կան սահմանափակող բոլորը պիտի այդ մասին է խոսքը։ Ես դրա համար ասեմ, որ բոլորը երբ որ փորձում են ապրել այդ կանոններով, դա բացասական երևույթ է։ Կդառնա բոլորը։ Այսինքն բոլորը ոնց որ ասած այդ կանոններով էին իրար հետ շփվում եւ կռիվներ էին, անդադանակահարություններ էին, համարսան դարձել հասկանաք, հիմա համասան նման բան դուք չեք տեսնի արդեն։ Համասարանում չենք տեսնի, իսկ Թաղային միջավայրում էլ է թուլացել։ Օրինակ առաջ, չգիտեմ, մի 7-8 տարի նույնիսկ առաջ, ասենք դուք կտենայիք 15-20 հոգանոց խմբեր ոնց են ժամանակել, հիմա դա վերանում է, արդեն կարելի ասել համարյա վերացել է այդ ձևը։ Ասենք երկու տղա կարող է իրար հետ վիճեին, հետո արագ զանգեին ընկերներին, մի 15-20 հոգի մեկի կողմից էլ գաց, մի 15-20 հոգի մեկի կողմից էլ գաց, դե պատկասը 20-30 ջահել տղա ինչ կարա, այնտեղ մարդը կարա հաշմվի, մարդու էլ կարան սպանություն կարա լինի, չէ, ասենք Բոլորն էլ ինչ որ չափով այդ ձեր ասած տարիքում իրանց հետաքրքիր է դառնում, բայց պետք չի որ այդ ամեն ինչը վերանա, որտեղ այդ ամեն ինչը վերանա խուժանությունը կշատանա, անպատժելիությունը կշատանա, մարդիկ կսկսեն վախենալ մենակ միլիցեքից, բայց այդ աշխարհում միլիցա չկա, մարդը վախում է սովորական մարդուց, այսինքն ինքը եթե անիմաստ քո ոտը տրորեց, ինքը կպատժվի, բայց եթե ինքը մտածի, որ ես չեմ պատժվի, մյուսի ոտն է կտրորի, այսօր մեկին դանակով խփես, չպատժվեց, վաղը մեկին կկրակի։ Այսինքն պետք է մարդկանց այդ ձեր ասած շերտի մեջ էլ ինչ որ զգուշություն լինի, որ մենակ միլիցուց չի պատժվելու կամ պետական օրենքները հետոգում օրենքը մեկն է, բայց պատժելիությունը պիտի լինի։ Պարոն Թադևոսյանը աղասին ասաց, որ այն ժամանակ եղել են այդպիսի հավաքույթներ, հա վիճաբանություններ, որ թմերով, խմբերով հավաքվել են, հենց դա ուզում հարցնել, հիմա կան։ Իհարկե կան։ Հիմա էլ կան։ Այդ աշխարհի տարածված չի։ Կան, ես տենում եմ, կա։ Հիմի զուտ ինչ առումով այդ աստիճանի տարածված չի, որտեղ ամեն քայլը նկարվում է այսօր։ Իսկ 10 տարի առաջ սենց բաներ չկար։ Հիմա այսքան կամերա չկար։ Հիմա մարդը ինչ խոսում է, կամերան ձայնագրում է, նկարում է։ Այսինքն եթե դու 30 հոգի հավաքվեցիր, քեզի նկարելու են տեղում, վաղը միլիցեքը գան հետևից։ Դրա համար մարդիկ փորձում են ավելի զգուշ այդ ձեր ասած վեճերը, կռիվները, որ չգիտեմ, պետական աչքերից հեռու լինի կամ նկարվի զգույշ, այսինքն ուրիշ Իրենց անեն, որ միլիցեքը չգան իրանց հետևից։ Եթե ծեծ կրտուկ է, պալուբոմու քրեական դա պատժելի հանցանք է կամ չգիտեմ ինչ է։ Այսօր սա նկարվում է։ Լավ։ Ռաֆայել ջան, դուք փորձել եք երբևէ դուրս գալ այդ աշխարհից։ Գիտեք ոնց է դուրս գալը որն է։ Ես ամեն օր տեսնում եմ այդ մարդկանց, ամեն օր շփվում եմ, այսինքն ինչ անեմ, մոտիկ մարդկանց հետ չշփվեմ, կամ չգիտեմ, ինչ անեմ, փոխվեմ, ով դառնամ։ Դե դուք ասացիք, որ արդեն բիզնես ունեք ու բիզնեսով եք զբաղվում։ Հա, պալուբոմու անում ենք էլի ապրուստի միջոց, հա, հիմա Փակագծեր շատ չբացենք, բայց փոխվել, դա ուրեմն պիտի շրջապատող քեզ մարդկանց փոխես, շփվես ուրիշ մարդկանց հետ, բայց դու ուրիշ մարդկանց հետ չես կարող շփվես, որտեղ քոնը չեն, ուրիշ ձև են հասկանում, ուրիշ ձև են պատկերացնում կյանքը, դու ապրում ես քո միջավայրում ու քեզ լավ ես զգում։ Իսկ եթե ընտրության հնարավորություն ունենայիք նորից կընտրեիք։ Ըստ եթե ես նորից ծնվեի, ես նորից կապրեն ինձ ոնց որ ապրել եմ։ Ես չեմ փոշմանել իմ արածի համար։ Իսկ ձեր երեխաներին կդաստիարակեք նույն մշակույթով։ Հա, նույն մշակույթով որոշ սահմանափակումներով։ Գաղափարը մեկն է լինելու։ Արդարեղի, մարդեղի մի խափի, չգիտեմ, մտերիմից մի գողացի,
Ընդհանուր գաղափարը լավն է, դաստիարակող է, օրենքն է։ Ես հավատացյալ եմ ու կուզեմ իմ երեխան էլ հավատացյալ լինի։ Առ Աստված։ Ահա, նշի հիմա մարդիկ թե ոնց են նայում, ինչ են նայում, շատ մարդիկ չեն էլ հասկանում, որ աշխարհում մարդիկ հավատքով են առաջնորդվում։ Մի հատ վերջին հարց ունեմ։ Իմ բոլոր հարցերը հիմնավորված էին, չէ՞։ Կար որևէ սխալ արտահայտություն, հայտարարություն, հարց, որով ես ձեզ նեղացրեցի։ Չէ։ Դուք հարց եք տվել, ես սիրով ձեր բոլոր հարցերին իմ ունեցած ինֆորմացիայի չափով տրամադրել եմ։ Շատ լավ։ Ինչ եմ հարցը տալիս։ Այդ դեպքում ինչու եք ասում, որ աղջկա ասածը ասնավանի չի։ Որտեվ աղջիկները շատ են խաբում։ Անդադար են խաբում։ Այսօր կարա սենց ասի, վաղը կարա մենց ասի, վաղը մյուս օր կարա միլիցեքի հետ գա, շառ են էլի, շատ մեծ մասով լինում։ Մեր աղջիկա ասածին այդքան հիմք չարժի ընդունել ոչ միայն այդ աշխարհում, այլ նաև առհասարակ շատ պարագաներում։ Խաբուսիկ են էլի, ըստ տրամադրության։ Okay։ Ինչ այսօր ասած, վաղը վստահ է լինում ասելու է։ Մացու։ Մարդը ասեց, պիտի տերը լինի, տեր չլավ իրան հարց են տալու, բա դու ասել էիր, ոնց խաբել ես, իսկ աղջկա համար սուտը դա առօրյա է ուղղակի, մստից։ Ըստ ձեզ, թե ըստ այդ աշխարհի, չէ՞ որ այդ աշխարհն է, այդպես ասում աղջկա ասածը ասնավանի չի։ Ինչ-որ հիմքերի վերաբերյալ աղջիկներ էլ են եղել, ովքեր այդ կյանքով են ապրում։ Ես ուզում էի անդրադառնալ այդ հարցին, հետո ասեցի լավ սեռական տարբերություն չդնենք։ Անենց չի աղջիկներն էլ եղել, ովքեր նույնիսկ հարգվել են, նույն օրենքներով ապրել են, ոչ մի տարբերություն, աղջիկ է կա, այլ մեզ չի ամեն աղջիկ ասածը կարաս չհավատաս չէ։ Շատ լավ։ Փաստորեն աղջիկ էլ կա, աղջիկ էլ կա։ Շատ լավ։ Ես տղա էլ կա, ասում այլ։ Տղա էլ կա։ Շնորհակալ եմ, շատ լավ։ Ես եմ շնորհակալ Անի ջան։ Ձեզ եմ շնորհակալ։ Շատ հաճելի էր, շատ ինձ համար կարևոր զրույց էր, որովհետև լիքը բացահայտումներ արեցինք միասին։ Դուք ձեր տեսական մասով գիտելիքը հրամցրեցիք մեզ, շնորհակալ եմ դրա համար։ Դուք էլ ձեր ապրածը, տեսածը, զգացածը բերեցիք մեր տաղավար, հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Riopan հեռուստաընկերության Հայը հաղորդման տաղավարում։ Սա երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկումներ, գողական ենթամշակույթից էինք խոսում, գրեք թեմայի շուրջ ձեր կարծիքը մեկնաբանություններում եւ չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները։ Ես էլ Անին եմ Զաքարյան, Հայո հիմն, կհանդիպենք։